Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 9-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Եվ այսպես Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանի մոտ կործանված օդանավում եղել է 20 զինվորական։ Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են 10 զինվորականի լուսանկար, նրանք բոլորը զոհվել են, մյուս 10-ի մասին դեռևս որևէ լուր չի հաղորդվում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը պատկանող C-130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավը կործանվել է 3 երեկոյան Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Վրաստանի քաղաքացիական վարչության տվյալներով օդանավի կապը խզվել է օդանավի վրացական տարածք մուտք գործելուց հաշված րոպեներ անց։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանում թուրքական ռազմատրանսպորտային օդանավի վթարի մասին տեղեկությունը անձամբ է հաստատել միջադեպից մոտ 2 ժամ անց իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։ Վթարի առթիվ Էրդողանին առաջինը ցավակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Զուգահեռ թուրքական դատախազությունը պահանջում է 2352 տարվա ազատազրկման դատապարտել կոռուպցիոն մեղադրանքներով բանտում գտնվող Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը։ Ըստ Թուրքիայի դատախազության Իմամօղլուն կասկածվում է տարատեսակ հանցագործությունների առնվազն 140 դրվագների, այդ թվում կաշառք տալու և ստանալու, հանցավոր խմբավորման մաս կազմելու և նույնիսկ Թուրքիայի անտառային օրենսգիրքը խախտելու համար։ Դատախազության պնդմամբ Իմամօղլուի գործով ընդհանուր առմամբ 420 մեղադրյալ է անցնում։ Տեղական լրահոսի մասին։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կդադարեցնի կանոնավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ ՀԵՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը արձագանքելով հանձնաժողովի գործողություններին այն որակել է որպես քաղաքական արկածախնդրության վերջին արար։ Իսկ ՀԵՑ վերահսկողական կոմիտեն հայտարարում է լիցենզիայի դադարեցումը ոչ թե կարգավորման, այլ բռնազավթման քայլ է։ Լիցենզիայի դադարեցումը առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Սա բռնազավթում է փոխհատուցման քողի տակ, այն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։ Իշխանության թիրախում է հայտնվել նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Դատախազությունը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ։ Նրան մեղադրում են մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման համար։ Դատախազությունը հետախուզումը հայտարարել է ավելի քան 10 օր առաջ, հոկտեմբերի 31-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ մեղադրանք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի դստերը դատավոր Նաիրա Գրիգորյանին իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատավճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու մեղադրանքներով։ Նորություն կա նաև պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գործի վերաբերյալ։ Քննչական կոմիտեն որոշել է նրա նկատմամբ վարույթ իրականացնել հեռակա։ Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու կամ գերազանցելու համար։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ դեռ 2021-ի մայիսի 12-ին, երբ թշնամին Մառախլապատ եղանակի պայմանում հատել էր պետական սահմանը և մոտ 3 կիլոմետր խորացել դեպի հայկական դիրքերի թիկունք, Կարապետյանը ըստ մեղադրանքի դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և տվել անհիմն բանավոր հրաման մարտական դիրքերը թողնելու մասին։
Նրա այդ որոշման պատճառով ըստ քննչական կոմիտեի հայկական ստորաբաժանումները դուրս են եկել դիրքերից եւ թշնամին հաջորդ օրը մայիսի 17-ին ամրապնդել է իր դիրքերը Սև լճի ուղղությամբ, վերահսկողության տակ վերցնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Հայաստանի կողմից հետախուզվող նախկին նախարար Կարապետյանին 2024-ի դեկտեմբերին Մոսկվայում իրավապահները հայտնաբերել էին ձերբակալել, ապա ազատ արձակել։ Շուրջ 3 տարի Կարապետյանը վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր, արդեն 2021-ին նշանակվել է պաշտպանության նախարար։ Պաշտոնազրկվելուց հետո իր նախկին ղեկավարին մեղադրել էր դավաճանության համար։ Պաշտպանության նախարարի պաշտոնում 3 ամիս աշխատելուց հետո հեռացված Կարապետյանը մոտ 2 տարի լռելուց հետո պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել են ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։ Երեկ առավոտից թեժ քննարկման թեմա է դարձել իբր խաղաղության դարաշրջանում որպես պատմական իրադարձություն ներկայացված ղազախական ցորենի մուտքը Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Օրեր շարունակ իշխանական վերնախավը առիթը բաց չէր թողնում վստահեցնելու, որ սա շրջադարձային մի իրողություն է, որը թույլ կտա դիվերսիֆիկացնել ներկրման ուղիները եւ անգամ հացի գինը իջեցնել։ Ընդհանուր ողջավորությունը սակայն մարեց եւ պարզվեց, որ Հայաստանը եկել ոչ թե հացի մեջ օգտագործվող ցորեն, այլ անասնակեր։ Իշխանությունը պնդում է, թե դա ինչ մի կարևոր տեղեկություն է, որ հաղորդեին։ Ընդդիմությունն էլ հակադարձում է, սա եւս մեկ օրինակ է, որ նրանց համար կարևորը քարոզչությունն է բուն բովանդակության փոխարեն։ Ազգային ժողովի հերթական քարորիայի առաջին օրվա բուռն քննարկումների մանրամասները տեսանյութում։ Քաղաքական եւ տնտեսական օրակարգերը ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում նորից ակտիվ են։ Միջանցքում ընթացող ճեպազրույցներն էլ հակասական։ Քննարկման կենտրոնում առաջինը հայտնվել է Հայաստան ներմուծված ղազախական ցորենի որակը։ Ընդդիմադիրներն ասում են, սա էր ձեր բերած ցորենը, իսկ իշխանականները թե կարևորը դիվերսիֆիկացիան է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը զարմանում է այն պնդումից, թե պետք է շեշտեին ցորենի կարգը եւ որևէ խնդիր չի տեսնում անասնակերի ներմուծման մեջ։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է, թե կյանքն ինչ է ցույց տալիս ընդդիմության արձագանքների վերաբերյալ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր, սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու։ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել։ Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդենից խոսուն է։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են հակադարձել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ ցորենի ինքնարժեքի շուրջ կարևոր հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն, ոչ թե PR-ակցիա անեն, եւ կրկին կասկածի տակ է դնում ապաշրջափակման խոստումները։ Ապաշրջափակումը կլներ հետեւյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Գառնիկ Դանիելյանը մեկ այլ մտավախության մասին է հայտնում, որը վերաբերում է Ադրբեջանի հերթական պահանջներին։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ պիտի վերադարձվեն Ադրբեջանին։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանտանյանն էլ ընդգծում է, տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող քննարկվել։ Նախ պետք է ավարտվի սահմանազատումը, իսկ դրա ժամկետը դեռևս հստակ չէ։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև հերքում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի պնդումը, թե բանակցային գործընթացը տապալել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուբինյանի խոսքով 2019 թվականին նման առաջարկ պարզապես չի եղել։ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ
պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Իշխանականները շեշտում են, գործընթացը շարունակական է, սակայն այս պահին առանց նոր փաստացի առաջընթացի։ Սակայն թեժ քննարկումներն ու հնչած որակավորումների վերաբերյալ գնահատականներն ու դրանց պատասխանները դուրս են եկել ազգային ժողովի շենքից։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պատասխանել է ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, որը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերությունը եղել է 1:5-ի։ Միկոյանը մեր գործընկեր Սպուտնիկ Արմենիային հայտնել է, որ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է մոտ 3, այլ ոչ թե 5 անգամ։ Բագրատ Միկոյանը հավելել է, որ երկրորդ նախագահի կառավարման օրոք Հայաստանը դաշնակիցների զինատեսակները ձեռք էր բերում կամ շատ արտոնյալ պայմաններով, կամ պարզապես նվեր էր ստանում։ Փաստ է, որ Ադրբեջանը թե տարածքով եւ թե բնակչությամբ Հայաստանից մոտ 3 անգամ մեծ է, եւ այս փաստը կարող է հայտնագործություն լինել կյանքի 3-րդ տասնամյակում առաջին անգամ աշխատանք տեսած ու միանգամից բարձր պետական պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր պատահականության համար։ Այ իրենց օրոք, օրինակ 2020 թվականին ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3.5 անգամ էր։ Իսկ մեր ունեցած այդ բյուջեն նրանք վատնում էին մարտական թռիչք չանող եւ միայն սելֆիների համար 100 միլիոնավոր դոլարներով գնաց ինքնաթիռների, տասնյակ միլիոնավոր դոլարներով գնված ժանգոտ ու անիմաստ հոփ համակարգերի եւ կլոբնիկ շոուների վրա։ Եթե 1998-ից 2008 թվականներին Ադրբեջանն ավելի ուժեղ էր, քան մենք, ինչու չէին այդ ժամանակ սկսում պատերազմը։ Եվ նախագահ Քոչարյանի տարիները բացարձակ խաղաղ էին։ Իսկ մյուս իշխանության օրոք 2018-ից 2025 թվականներին, երբ ըստ իրենց իբր ուժեղ էին, Ադրբեջանը մի քանի անգամ հաղթեց մեզ։ Եթե մի իշխանության օրոք 1998-ից 2008 թվականներին աղքատ բնակչության թիվն ավելի քան 2 անգամ է կրճատվել, իսկ ծայրահեղ աղքատներինը ավելի քան 4 անգամ, իսկ մեկ այլ իշխանության օրոք 2018-ից 2025 թվականներին աղքատների թիվը չի կրճատվում, ապա իշխանություններից ո՞րն է զբաղված սեփական ընտանեկան բյուջեն լցնելով։ Որ իշխանությունն էր, որ Ադրբեջանին նվիրեց Ադրբեջանի ռազմական բյուջեից կրկնակի ավելի զինամթերք եւ ռազմական տեխնիկա, որի մեծ մասը ձեռք էր բերվել 1998-ից 2008 թվականներին եւ մեր պետության ու ժողովրդի աշխատանքով։ Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստին մասնակցելու ճանապարհին արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը։ Կարևորն այն է, որ կարողացանք Փաշինյանից գոնե խոստում կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու մասին, լրագրողներին ասել է Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, երրորդ նախագահի գործով դատական նիստը հետաձգվել է։ Տեղափոխվենք վաղաշաբաթ, Էջմիածնում շարունակվում է նախընտրական ակտիվ քարոզարշավը։ Յուրաքանչյուր թեկնածու իր ծրագիրն է ներկայացնում, իսկ քաղաքացիները լիահույս են, որ ի վերջո որևէ մեկը իսկապես կլուծի քաղաքի խնդիրները։ Իսկ ինչ են ակնկալում Էջմիածնի բնակիչները նոր ղեկավարից, ինչ են ուզում փոխել քաղաքում, հարցախույզ է արել իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Նախ կառավարումը պետք է փոխվի։ Այսօր բոլոր պաշտոնյաները նիկամպիչենտ են, իրանց աշխատանքին չեն տիրապետում, համայնքին էլ է վերաբերվում, համայնքում էլ, քանի որ ԿՊԱ-ն է, նույն ձևի ԽՑԲ է սա։ Այն երրորդ մասի առաջվա խաղահրապարակ, որ նախատեսել էին, սա սեփականաշնորհային դզեն։ Ամեն ինչի կարիք ունի, համայնքը, քաղաքը, առավչիկն է շները, չգիտեմ։ Ապրում ենք մոտակայքում, երեխաները խաղում են, գնում, փողոց են վազում, ապահովաշի, խաղադաշտ չկա, կուլտուրա լինի, աղբակները մաքուր պահեն, չգցեն, վերաբերմունք լինի, լավը տեսնենք։ Կուզեմ խաղահրապարակներ ավելանա երեխաների համար, ժամանակ տրամադրվի երեխաներին, ու երեկոյան կարողանաս հաճելի դուրս գաս ման գաս երեխաների հետ ինչ-որ մի տեղ, բացի մի տեղ կա, բայց այն մասշտաբը չունի, էլի, որ ասենք քաղաքապետարանի մոտ, այն մասշտաբը չունի, որ ասենք կարողանաս լիարժեք երեխայիդ հանես ինչ-որ մի ժամանակ անցկացնես։ Թող խաղաղություն լինի քաղաքում, ես շնորհակալ կլինեմ։ Առուցելու բան չկա, մեր Էջմիածնի քաղաքը լավն է։ Պետք ասում, մեկ էլ կողքից ուրիշ քաղաքների թափթփուկները մեր Էջմիածնին չկպնեն, հեռու մնան։
աշխատանքի տեղեր բացեն, ցավը տանեն։ Ավելի մաքուր պահեն, բնությունը պահպանեն, ժողովուրդը ավելի ջերմ լինեն իրար նկատմամբ մարդիկ։ Չգիտեմ, լավ բաներ։ Իրանք ինչ ուզում են, էլ կառուցում են, էլ փոխում են։ Ինչ պիտի փոխեն։ Ոչ մի բան։ Չեն էլ անի ստից ընկել են դռնե դուր։ Առաջինը կուզենայի աղբահանության հարցը, տեսեք մաքրության հետ կապված, եւ խաղարապարակներ, որ երեխաները կարողանային խաղալ, անվտանգ լիներ շների հարցը, հարցակվում են շները։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 17-ից 19, իսկ երեկոյան 4-ից 6 աստիճան տաքություն։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։ Կհանդիպենք։